Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդմանը ձեր հարցերով կարող եք մասնակցել նաեւ դուք զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեզ շտապ օգնություն շնիկ Արարատ gzig.tv.am հասցեով։ Բժշկական օրացույցով այսօր Վահանաձև գեղձի համաշխարհային օրն է, այն նշվում է Եվրոպական թիրոդային ասոցիացիայի առաջարկով։ 2009 թվականից սա մի առիթ է մեկ անգամ ևս խոսելու Վահանաձև գեղձի խնդիրների, դրանց առաջացման պատճառների եւ կանխարգելման ու բուժման միջոցների մասին։ Օրվա առիթով այսօր հյուրընկալել ենք էնդոկրինոլոգ Հերմինե Դանիելյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալ եմ, որ կրկին եկաք մեզ հյուր։ Այսօր մեր թեման Վահանաձև գեղձն է, կարծում եմ բավական տարածված խնդիրներ կան Վահանաձև գեղձի հետ կապված։ Խնդրում եմ սկզբից մի փոքր բացատրեք մեր հեռուստադիտողներին, որպեսզի նրանք, ովքեր չունեն բժշկական կրթություն, լավ պատկերացնեն, թե ինչ գեղձ է դա, որտեղ է տեղադրված կոնկրետ եւ ինչ կառուցվածք ունի, որպեսզի հետո փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ խախտվում է գեղձի ֆունկցիան։ Նախ շնորհակալություն կրկին հրավերքի համար։ Վահանաձև գեղձը էնդոկրին գեղձ է, որը տեղակայված է պարանոցի առաջային հատվածում։ Այն կառուցվածքը եւ տեղակայումը նրա չափազանց կարեւոր է ընդհանուր գաղափար կազմելու համար, ինչի պետք է այդքան շատ ուշադրություն դարձնել Վահանաձև գեղձին, որովհետեւ այն գտնվում է զբաղեցնում է բավականին փոքր տարածք, գտնվում է պարանոցի առաջային հատվածում, ընդգրկում է շնչափողը եւ հետին եզրերով հարվում է նաեւ կերակրափողին։ Ինչպես նաեւ Վահանաձև գեղձի հետին մակերևույթի վրա գտնվում են երկու զույգ նորից գեղձեր, հարվահանաձև գեղձերը։ Վերևից Վահանաձև գեղձը սահմանափակվում է կրտոսկրվահանային մկանով եւ այդ պատճառով դեպի վեր այն աճելու հնարավորություն չունի, սահմանափակվում է նրա աճը դեպի վեր, սակայն դեպի հետ եւ ներքև նա ունի անսահմանափակ աճելու հնարավորություն, այսինքն անսահմանափակ կարելի է ասել դա ոչ թե անսահմանափակ, այլ այնքան ժամանակ մինչև նա կխանգարի զուտ կենսական կարևոր օրգաններին։ Եթե պարզապես ցույց տալու լինենք, դա այս հատվածն է, այո։ Այո, այս հատվածը։ Երբեմն տղամարդիկ շփոթում են Վահանաձև դա վահանաճառի մասն է դա եւ ավելի արտահայտված է, հա, երբեմն լինում է նաեւ կանանց մոտ նման արտահայտված պարանոցի վրա վահանաճառ, այնպես որ դա իհարկե հնարավոր է նաեւ շփոթել, բայց հասկանալի է։ Գեղձի տեղը պատկերացրինք, հա։ Այո, չափերն էլ մի փոքր, որպեսզի պատկերացնենք, նորմալ չափսերը դա 4 սանտիմետր երկարությունն է, իհարկե նաև մի փոքր կարող է տարբեր չափերը լինել, բայց հիմնականում դա 4 սանտիմետր երկարությունն է, նրա հաստությունը 1 սանտիմետր, լայնությունը 2 սանտիմետր, երկու բլթից թիթեռնիկի նման դա մի գեղձ է, որը բաղկացած է երկու բլթից եւ նեղուցից, որը 0.4-ից 0.04 սանտիմետրի չափ է, այսինքն այսքան փոքր գեղձ, որը սակայն համարվում է որպես էնդոկրին գեղձ, նա համարվում է բավականին մեծ եւ ունի ամենատարբեր ֆունկցիաներ օրգանիզմում եւ մինչև ֆունկցիաներին անդրադառնալը բժշկուհի մարդը կարող է ինքը շոշափել իր Վահանաձև գեղձը եւ հասկանալ 4 կամ մի փոքր ավելի սանտիմետր երկարություն ունի, թե արդեն մեծացել է, թե դա ակնառու է լինում խնդրի դեպքում։ Չէ, ես խորհուրդ չէի տա, որ բոլորը սկսեին անդադ շոշափել իրենց Վահանաձև գեղձը, որովհետեւ այստեղ կարող է շփոթել նախ եւ հանգել սխալ եզրակացությունների ու ընկնել զուտ հոգեբանական ինչ-որ վիճակների մեջ, ուղղակի շատ կարեւոր է ժամանակ առ ժամանակ հետազոտվել, որպեսզի բարձել, որովհետեւ մենք հանդիսանում ենք Վահանաձև գեղձի համար էնդեմիկ գոտի։ Այսինքն էնդեմիկ գոտին դա այն տեղանքն է, որտեղ կա յոդի պակաս տարիներ շարունակ, հազարամյակներ շարունակ բարձր լեռնային գոտիներից յոդը լվացվել է հողի միջից, ջրի միջից եւ այդ տարածքները համարվում են էնդեմիկ գոտի Վահանաձև գեղձի հիվանդությունների համար։ Դրանք այն տարածքներն են, որոնք ունեն պարունակում են քիչ քանակությամբ յոդ իրենց եւ սննդամթերքում եւ ջրում եւ հողում, այո, եւ մի խոսքով այդ տարածաշրջանի մարդիկ
կարևոր է, որպեսզի հաճախակի ավելի հետազոտվեն եւ ինչ-որ ձևի յոդ պրոֆիլակտիկա անցկացնեն։ Հենց այդ պատճառով էլ առողջապահության կազմակերպիչները աղը յոդացրեցին, ճիշտ է։ Այդ պատճառով յոդացված աղը շատ կարևոր է, սակայն կարևոր է նաեւ այն, որ յոդացված աղը լիներ ավելի փակ տարաներում, որպեսզի յոդը չօքսիդանար, չցնդեր, սակայն ամեն դեպքում յոդացված աղը նույնպես պրոֆիլակտիկայի ձևերից մեկն է։ Հանրային ձևերից։ Այո, հանրային ձևերից։ Բժշկուհի, խնդրում եմ նկարագրեք հիմա այն իրավիճակը, երբ ինչ-որ խնդիր է առաջանում վահանաձև գեղձում։ Նախ հասկանանք նաև, թե ինչ ֆունկցիա է կատարում, ինչ է արտադրում որպես ներզատիչ գեղձ եւ այդ իր արտադրած հորմոնները ինչերն են ապահովում մարդու օրգանիզմում։ Վահանաձև գեղձը բազմաբնույթ ֆունկցիաներին է մասնակցում օրգանիզմում տեղի ունեցող եւ այդ պատճառով այն նաեւ ունի ամենաակտիվ անոթավորումը մեր օրգաններից, ամենաշատ անոթավորումը գտնվում է վահանաձև գեղձում։ Ինչ է անում։ Նա արտադրում է, ունի A եւ C բջիջներ, որոնք իր ակտիվ բջիջներն են։ A բջիջներում տեղի ունեն յոդի կլանումը արյունից եւ այդ յոդի հաշվին սինթեզվում է վահանաձև գեղձի հորմոնները՝ տրիիոդթիրոնին, տետրաիոդթիրոնին, այսինքն այն T3 եւ T4 հորմոնները, որոնք որ մեր հիվանդները հետագայում ախտորոշման համար ստուգում են, դրանք սինթեզվում են հենց վահանաձև գեղձում։ C բջիջներում սինթեզվում է կալցիտոնինը, որը նույնպես վահանաձև գեղձի հորմոն է եւ ղեկավարում է կալցիումի փոխանակությունը։ Եվ նաև կալցիտոնինը ունի շատ կարևոր նշանակություն որպես օնկոմարկեր մեդուլյար քաղցկեղի ժամանակ, որովհետև մեդուլյար քաղցկեղը վահանաձև գեղձի ինքը գոյանում է հենց այդ C բջիջներից եւ այդ դեպքում արդեն վաղ դիագնոստիկայի ժամանակ որոշվում է կալցիտոնինը եւ արդեն հնարավոր է լինում ավելի վաղ ախտորոշել եւ որոշել թե ինչ պիտի արվի բուժման ձևը գտնել։ Փաստորեն տարածված այն տեսակետը, որ յոդի փոխանակությունն է հիմնականում կարգավորում, լրացվում է նաեւ կալցիումի փոխանակության։ Դա այո, բայց դա այդքան էական չէ, իհարկե հիմնական հորմոնալ դերը վահանաձև գեղձի կատարում է յոդի փոխանակության համար։ Յոդի փոխանակությամբ, այո, հորմոնալ ֆոնը T3, T4 հորմոնների միջոցով, սակայն նրանք գտնվում են օրգանիզմում կապված սպիտակուցների հետ, իսկ ընդամենը դրանց 0.04%-ն է, որը գտնվում է ազատ վիճակում եւ ազդող նյութը հենց այդ ազատ հորմոններն են, որոնք որ շրջանառում են ազատ վիճակում, ոչ թե կապված վիճակում։ Կապվածը ախտորոշման ժամանակ մեզ կարող է խաբել, քանի որ կան տարբեր պաթոլոգիաներ, օրինակ երիկամային համավարություն, երբ որ ունենք սպիտակուցների խնդիր, ցածր ալբումինի մակարդակ եւ այդ դեպքում մենք տեսնում ենք նաև, որ պակասում է ընդհանուր հորմոնի քանակը, սակայն եթե որոշենք ազատ հորմոնի քանակը, ինքը այլևս ինքը ցույց է տալիս արդեն իրական պատկերը։ Մի խոսքով որոշելու համար, ախտորոշման համար այստեղ արդեն ավելի էական են ազատ հորմոնները։ Հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ հիմա ի վերջո նկարագրեք, թե ինչ է կատարվում այդ վահանաձև գեղձի բջիջների հետ, որ ախտաբանական պրոցեսներ են առաջանում։ Նրանք շատանում են, քչանում են, շատ հայտնի տարբերակ է, որ մեծանում է գեղձը եւ նույնիսկ արտաքինից ոչ մասնագետի աչքով նույնպես նկատելի է լինում։ Ուրեմն բացատրենք այսպես, կա յոդ, ինչպես խոսեցինք, էնդեմիկ գոտիներում, որտեղ որ կա յոդի դեֆիցիտ ընդհանուր սննդամթերքի եւ ջրի մեջ եւ այլն, այս շրջանում վահանաձև գեղձը իհարկե իր հորմոնը արտադրելու համար պահանջում է այդ յոդը։ Պահանջում է, սակայն յոդը չի ստացվում։ Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ վահանաձև գեղձը ուղարկում է ազդանշան հիպոֆիզ, այսինքն մեկ այլ գեղձ, որը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգում արդեն, որը պետք է արտադրի թիրիոտրոպ հորմոն, որպեսզի օգնի վահանաձև գեղձին, դրթի վահանաձև գեղձին, որպեսզի նա սկսի աշխատել։ Թիրիոտրոպ հորմոնի ազդեցությամբ վահանաձև գեղձը մեծանում է եւ մի որոշ ժամանակ նա կարողանում է բավարարել օրգանիզմի պահանջները։ Սակայն եթե յոդի անբավարար քանակությունը մնում է նույն ձևով, այսինքն ոչինչ չի փոխվում այդ հիվանդի կյանքում, իհարկե արդեն սկսում է վահանաձև գեղձի թույլ ֆունկցիա, որը որ կոչվում է հիպոթիրեոզ։ Այսինքն, երբ հիպոֆունկցիա է լինում, թեր ֆունկցիա, գեղձը արտաքինից մեծանում է։ Այո, գեղձը արտաքինից մեծանում է։ Եվ դա պատճառ է լինում նրա, որ բջիջները շատանում են գեղձի, թե պարզապես մեծանում են այդ ուծվում։
Չէ, դա ուղղակի ինչպես է, մկանը ինչպես կարող է մեծանալ, երբ ինքը շատ հզորանում է, որպեսզի ավելի շատ արտադրի։ Հզորանում է, որպեսզի ավելի շատ արտադրի։ Հասկանալի է հորմոնը։ Այդ դեպքում ինչ ախտանշաններ կարող են ի հայտ գալ բացի գեղձի մեծացումից մարդու մոտ։ Հնարավոր է դա այնքան մեծանա, որ շնչառության խնդիրներ առաջանան կամ այլ արտաքին նշաններ, ջերմությունը բարձրանա։ Դա այստեղ արդեն հանգում ենք, քանի որ վահանաձև գեղձի հիվանդությունները շատ տարաբնույթ են, այսինքն կան եւ գեղձի բարձր ֆունկցիայով եւ գեղձի ցածր ֆունկցիայով, գեղձի նորմալ ֆունկցիայով հիվանդությունները, այսինքն այստեղ արդեն շատ տարբեր կլինիկա ենք մենք ստանում վահանաձև գեղձի տարբեր դեպքերում։ Ուրեմն խնդրում եմ հերթով նկարագրենք բոլորը, հա։ Նորմալ ֆունկցիայի դեպքում նույնպես հնարավոր է վահանաձև գեղձի հիվանդություն լինի։ Նորմալ ֆունկցիայի դեպքում իհարկե հնարավոր է վահանաձև գեղձի հիվանդություն լինի, դա կարող է լինել հանգուցավոր խփիպը, ուղղակի էնդեմիկ խփիպը, դա կարող է լինել նույնիսկ նորմալ ֆունկցիայով քաղցկեղը վահանաձև գեղձի, այսինքն ֆունկցիան ոչ միշտ է, որ խոսում է վահանաձև գեղձի վիճակի մասին, ինչպես նաև զուտ ֆիզիկական մեծացումը ոչ միշտ է, որ խոսում է հիվանդության մասին։ Այո, այսինքն ոչ թե հիվանդության, այլ ֆունկցիայի խանգարման մասին, որովհետև հիվանդությունը այսպես թե այնպես երկու դեպքում էլ ինքը հիվանդություն է։ Բժշկուհի, դուք նշեցիք հանգույցների մասին, մենք էլեկտրոնային, քանի որ նախապես հայտարարում ենք արդեն, թե հաջորդ թեման ինչի մասին է լինելու, նաև մինչև հաղորդումը ստանում ենք որոշակի նամակներ, այստեղ մենք մի հարց ունենք հենց հանգույցների հետ կապված։ Նա գրում է հեղինակը, ես դեռահասության շրջանում բժիշկն ինձ ասաց, որ ունեմ էնդեմիկ խփիպ եւ մի քանի հանգույցներ, թվով չեմ հիշում, թե քանի հանգույց, նա ինձ նշանակեց թիրիոկոմ, ես որոշ ժամանակ ասում եմ ընդունել եմ այդ դեղամիջոցը, բայց հետո ոչ։ Ես սխալվել եմ էնդեմիկ խփիպի դեպքում պետք է ամբողջ կյանքում ընդունել, ես դրա կարիք ասում եմ հատուկ չէի զգում։ Այստեղ շատ հետաքրքիր հարց է գրել իհարկե, որովհետև կա տարբեր մոտեցում նման հարցին։ Իհարկե թիրոկոմ հորմոնը այժմ Հայաստանում այդքան չի կիրառվում, այնտեղ կա եւ յոդ եւ հորմոններ վահանաձև գեղձի եւ կա շատ տարբեր մոտեցում էնդեմիկ խփիպի բուժման դեպքում, քանի որ մի շատ տարածված մոտեցումը դա թիրոքսինով բուժումն է խփիպը, հանգուցավոր խփիպը, բայց այստեղ պետք է ավելի շատ սխալվել է նրա համար ոչ թե որ դեղորայքը չի ընդունել, այլ նրա համար որ հետագայում ինքը չի հետազոտվել նորից ու տեսնի թե ինչ կատարվեց իր խփիպի հետ։ Դա է կարևորը, որովհետև դեղորայքով փոքրացնել հանգույցը իհարկե հնարավոր է, սակայն վերացնել այդքան էլ ռեալ չէ։ Եվ շատ կարևոր է ուղղակի տեսնել, թե արդյոք պահպանվել են հանգույցները, մեծացել են արդյոք, գուցեև մեծացել են հանգույցները եւ կարիք ունեն ավելի լուրջ միջամտության, իսկ միգուցե բերել է նաև հորմոնալ ֆոնի խանգարման, որովհետև պատանեկան տարիքում եղած այդ խփիպը, էնդեմիկ խփիպը, եթե նույնիսկ նա էնդեմիկ խփիպ էր, արդեն ինչ-որ մի ձևով պետք է նաև դրսևորվեր։ Պետք է ուղղակի ավելի ժամանակ առ ժամանակ, եթե ձեզ ասել են, որ դուք ունեք վահանաձև գեղձի հետ կապված խնդիր, եթե դուք ունեք հանգույցներ վահանաձև գեղձի վրա եւ ձեզ չեն առաջարկել վիրահատական բուժում կամ ինչ-որ այլ միջոցառում, դուք պետք է գոնե տարվա մեջ մեկ անգամ կատարեք սոնոգրաֆիկ հետազոտություն, որոշեք ֆունկցիան վահանաձև գեղձի առաջի հերթին տետեգեն իհարկե սկզբի համար, քանի դեռ ամեն ինչ նորմալ է, իսկ եթե արդեն կտեսնեն, որ սկսում է ինչ-որ ֆունկցիոնալ խնդիրներ, արդեն ավելի խորը հետազոտություն։ Ամեն դեպքում պետք է ժամանակ առ ժամանակ կատարել գոնե սոնոգրաֆիկ հետազոտությունը, որպեսզի հասկանան, թե ինչ կատարվեց այդ հանգույցների հետ։ Հասկանալի է։ Բժշկուհի, մենք խոսեցինք հիպոֆունկցիայի ժամանակ արտաքին նշանների փոփոխության, հա, որ մեծանում է գեղձը եւ այլ ախտանշաններ մարդու մոտ դուք չնշեցիք, բայց շատ ես լավ տպավորված հիշում եմ, որ վահանաձև գեղձի խնդիրների դեպքում նաև աչքեր դուրս բրծած, հա, ինչպես ասում են ժողովուրդը, այդ կարգի նկար էր եւ դա հնարավոր է հիպերֆունկցիայի դեպքում է, խնդրում եմ ինձ։ Դա հիպերֆունկցիայի դեպքում է, բազեդովյան հիվանդության դեպքում է դա։ Իմիջիալոց ես իմ հետ բերել եմ մի գիրք, որը որ Դուք նույնպես դասագիրք եք բերել։ Այո, դասագիրք եմ բերել, բայց իմ դասագիրքը առաջի դասագիրքն է, դրանով այն ունիկալ է, ավելի շատ ոչ թե ուսուցողական նշանակություն ունի, քանի որ դրանից հետո էնդոկրինոլոգիան աճել, զարգացել, փոխվել է եւ դարձել շատ ավելի խորը գիտություն,
սակայն այն ունի ավելի շատ պատմական արժեք, ու այդ էկզոֆթալմը, որը որ դուք ասում եք, մենք կարող ենք տեսնել։ Սա 29 թվի Ռուսաստանում, սակայն ինքը ավելի հին գիրք է, քանի որ թարգմանվել է գերմաներենից, պրոֆեսոր Գերման Ցոնդեկի գիրքն է ինքը, որը որ դարաշրջանի առաջին դասագիրքն է։ Շատ ունիկալ դասագիրք է ներկայացնում։ Այստեղ մենք ունենք Ահա, ես հենց այդպեսի նկարներ եմ Բազեդովյան հիվանդը 100 տարի առաջ։ Խնդրեմ, եթե կարելի է ձեր տեսախցիկին, հա, ուղղեք, այո։ Սա 100 Պատկերը փաստորեն նույնն է, 100 Պատկերը տարի նույնն է, առաջ։ մարդիկ նույնն են, հիվանդությունը նույնն է, իհարկե բուժման ձևերը տարբեր են, սակայն հիվանդությունը պատկերը հետաքրքիր է, որ ինքը բացարձակապես չի փոխվել։ Իհարկե մենք հիմա ավելի քիչ ենք հանդիպում նման պատկերով, քանի որ ավելի շատ են սկսել հետազոտվել, ավելի շատ են սկսել բուժվել, այո, ավելի շատ են սկսել կանխարգելել, այստեղ մեկ ուրիշն է ավելի արտահայտված միակ էկզոֆթալմով, որը որ երևի այն ժամանակ բուժելը հնարավոր չի եղել, քանի որ բուժման մասին ոչինչ գրված չի այստեղ, իսկ այժմ բուժելը հնարավոր է, եթե ավելի վաղ սկսեն դրանով զբաղվել։ Խնդրում եմ հիմա այդ հիպերֆունկցիայի մանրամասները ներկայացրեք։ Դա երբ է տեղի ունենում, այդ դեպքում գեղձում ինչ է կատարվում եւ որ դրա արդյունքում նման պատկեր է առաջանում արտաքինից։ Հիպերֆունկցիան կարող է լինել տարբեր հիվանդությունների ժամանակ։ Դա առաջինը դա դիֆուզ տոքսիկ խփիպն է կամ բազեդովյան հիվանդությունը, որի մասին մենք խոսեցինք, նա Գերմանիայում կոչվում է բազեդովյան հիվանդություն, քանի որ բազեդովը հենց գերմանացի էր, Անգլիայում կոչվում է Գրեյվսի հիվանդություն, քանի որ Գրեյվսը անգլիացի էր, բայց առաջինը հիվանդությունը նկարագրել է բազեդովը, որը որ հասկացել է, որ այն սիմպտոմները, որը ինքը տեսնում է, այն օֆթալմոպաթիան, աչքերի հետ խնդիրները, սրտխփոցը, տախիկարդիան, քաշի նվազումը, նիհարում են այդ հիվանդները, անպայման նիհարում են նաև, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են կատաբոլիկ պրոցեսներին նաև, եւ պրետիբիալ այտուցը, սրունքների շրջանում միքսեվդեմատոզ այտուցը, նա հասկացել է, որ այս 4-ը, որ իրենք տեսնում էին անդադ եւ նկարագրված էր տարբեր տեղերում, դա մեկ հիվանդության 4 ախտանիշներն են։ Այսպիսով առաջի պատճառը թիրոտոքսիկոզի, հա, այն որ ժողովուրդը ասում են թունավոր զոհ, դա հենց բազեդովյան հիվանդությունն է։ Մյուսը կարող է լինել տոքսիկ ադենոմայի ժամանակ, մյուսը կարող է լինել բազմահանգուցավոր տոքսիկ խփիպի ժամանակ, այսինքն շատ հանգույցներով, բազեդովյանը դիֆուզներ, մյուսը կարող է լինել թիրոիդիտների ժամանակ որպես անցողիկ, քանի որ թիրոիդիտը դա վահանաձև գեղձի բորբոքումն է եւ տալիս է սկզբնական շրջանում հորմոնների հոսք դեպի արյուն եւ հետագայում արդեն բուժումից հետո արդեն բորբոքումը հանելուց հետո անցնում է նաեւ այդ թիրոտոքսիկոզը։ Մի խոսքով կան տարբեր, կա մի շատ հետաքրքիր թիրոտոքսիկոզ, որը որ այս վերջերս է ավելի շատ ինքը ճիշտ է քիչ է նկարագրում, դա համբուրգեր թիրոտոքսիկոզն է, երբ որ օգտագործվում էր համբուրգերների մեջ կենդանիների վահանաձև գեղձը, եւ բնականաբար հաճախակի այդ համբուրգեր ուտողների մոտ ի վերջո ի հայտ եկավ նաեւ թիրոտոքսիկոզ։ Եվ այդպես էլ ինքը կոչվում է, դա հազվադեպ դեպք է, բայց ինքը կա եւ ինքը հետաքրքիր է, կարելի է իր մասին նույնպես հիշել։ Այո։ Բժշկուհի այս պահին հուշում են ինձ, որ արդեն ունենք հեռախոսազանգ, հեռուստադիտողը կապի մեջ է։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն այսպեսի մի հարց, ես նախկինում այժմ էլ ունեմ զոբի խնդիրները եւ խնդրում եմ ասեք, դա հնարավոր է հետագայում առաջացնի դիաբետ։ Ինձ հետաքրքիր է, դա նպաստում է դիաբետին, թե ոչ, էնդոկրին խանգարումը։ Շնորհակալ եմ նախորդ։ Շնորհակալություն հարցի համար։ Հնարավոր է ինչ առումով, որ իհարկե վահանաձև գեղձի հորմոնները մասնակցում են նյութափոխանակային բոլոր պրոցեսներին եւ թիրոտոքսիկոզի ժամանակ, եթե կա թիրոտոքսիկոզ, հնարավոր է սկզբնական շրջանում նաեւ հիպերգլիկեմիա։ Եվ շատ հաճախ թիրոտոքսիկոզն ու շաքարային դիաբետը ընթանում են նաև միասին, բայց դա ավելի շատ լինում է առաջի տիպի շաքարային դիաբետի դեպքում, որովհետև նրանք երկուսն էլ ունեն աուտոիմուն ծագում եւ հաճախ ընթանում են միասին բավականին դժվար բուժվող ընթացքով իհարկե, բայց ձեր դեպքում, քանի տարեկան էր երիտասարդ էր, այո, հնարավոր է, եթե լիներ դիաբետը, լիներ սկզբնական շրջանում եւ իհարկե նահանջեր թիրոտոքսիկոզի բուժումից հետո։ Թիրոտոքսիկոզ եթե կար, թիրոտոքսիկոզի բուժումից հետո։
ահա մենք արդեն ունենք այստեղ մի հարց բժշկուհի։ Ասում է, ես լսել եմ, որ վահանաձև գեղձի խնդիրները հատկապես շատ են լինում 50-ից կանանց մոտ։ Դա ճիշտ է եւ ինչով է դա հիմնականում բացատրվում։ Հավանաբար մոտենում է կնոջ տարիքը 50-ին։ Հավանաբար։ Իհարկե վահանաձև գեղձի հիվանդությունները ավելի շատ հանդիպում են կանանց մոտ, քան տղամարդկանց մոտ։ Այստեղ բացատրվում է դա հորմոնալ վերափոխումով կանանց մոտ 50-ից հետո, երբ որ արդեն նորմայում 50 տարեկանից հետո սկսում է նաև կլիմակտերիկ վիճակը, եւ հնարավոր է նաև դա նույնպես կապված լինի վահանաձև գեղձի խնդիրների հետ, եւ ավելի ստրեսային կյանքը, մի խոսքով դա իհարկե կանանց մոտ ստատիստիկայով ավելի շատ է հանդիպում։ Եվ որպեսզի հնարավոր խնդիրները շուտ ավելի հայտնաբերվեն, ձեր նշած տարբերակով պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվել, այո, պետք է հետազոտվել, քանի որ գտնվում են էնդեմիկ զոնայում, քանի որ ապրում են էնդեմիկ զոնայում, օրինակ մեր հիվանդանոցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կատարվում են ժամանակ առ ժամանակ բաց դռների օրեր, երբ մենք ընդունում ենք չափազանց մեծ քանակի հիվանդներ վահանաձև գեղձի տարբեր բազմազան խնդիրներով, մենք ունենում ենք նաև արտագնա բաց դռներ, երբ գնում ենք տարբեր շրջաններ Հայաստանի եւ տեսնում ենք, թե խնդիրը իրականում ինչքան շատ է, ինչքան մեծ է խնդիրը։ Այսինքն դա մարդիկ են, ովքեր կարող էին նաև առանց այդ ամբողջ միջոցառումների դիմել ուղղակի պոլիկլինիկա, հետազոտվել, իմանալ իրենց խնդիրների մասին եւ ստանալ ժամանակին որոշակի բուժում։ Խնդիրը հենց այդ ժամանակ է հայտ գալիս, երբ որ հայտարարվում է ինչ-որ միջոցառում եւ հիվանդների հոսքը ցույց է տալիս, թե ինչքան ակտուալ է դա հիմա Հայաստանում։ Հասկանալի է։ Ես հիշում եմ դեռահասության շրջանում, երբ մենք էինք դեռ դպրոցական, մենք բոլոր կաբինետներով անցնում էինք պոլիկլինիկայում, այդ թվում եւ էնդոկրինոլոգի կաբինետում, եւ այդ ժամանակ նույնպես օրինակ մեր դասարանում մի քանի աղջիկների մոտ հայտնաբերվեց այդ խնդիրը, այսինքն դա նույնպես կանխարգելիչ իր նշանակությունն ունենում է։ Դա որոշակի սկրինինգ է, իհարկե։ Հարկավոր է այն գոտիներում, որ կա վահանաձև գեղձի խնդիր, կատարել որոշակի սկրինինգ, դա նույնպես սկրինինգի մի ձև է, երբ որ հայտնաբերվում է երեխաների մոտ, իհարկե, եւ իսկ երեխաների մոտ տարածված է խնդիրը։ Տարածված է ավելի փոքր, ավելի փոքրերի մոտ։ Դա առանձնահատուկ ինչ որ բան ունի երեխաների մոտ վահանաձև գեղձի կառուցվածքը, ֆունկցիան խնդիր։ Վահանաձև գեղձի կառուցվածքը բոլորի մոտ նույնն է, իհարկե, եւ ֆունկցիան նույնպես բոլորի մոտ նույնն է, եւ երեխաների մոտ նույն ձևով հանդիպում են վահանաձև գեղձի խնդիրներ, ուղղակի այս պարագայում, քանի որ վահանաձև գեղձի հորմոնները ապահովում են մեր օրգանիզմի ֆիզիկական աճը եւ նաեւ նյարդային համակարգի զարգացումը, երեխաների մոտ այս հարցը ավելի մտավոր համակարգ, իհարկե, երեխաների մոտ այս հարցը շատ ավելի ակտուալ է դրված հետազոտության եւ հայտնաբերման եւ վաղ տարիքում զարգացած հիպոթիրեոզը բերում է գաճաճության, մտավոր հետամնացության, իսկ ներարգանդային կյանքում նման վիճակը կարող է բերել արդեն կրետինիզմի։ Այսինքն կա յուրաքանչյուրս ունենք մեր յոդի պահանջի որոշակի քանակությունը, հա, հասուն մարդու համար դա 150 միկրոգրամ յոդն է։ Հղիների դեպքում յոդի պահանջը դառնում է 200 միկրոգրամ։ Այսինքն հղի կինը պետք է անպայման ուշադիր լինի իր վահանաձև գեղձին, պետք է անպայման հետևի իր գեղձի ֆունկցիոնալ վիճակին եւ օգտագործում են հիմա շատ տարածված է նաեւ հաբեր, որոնք յոդային պրեպարատներ, դա կատարվում է եւ եթե չեմ սխալվում, նորածինների սկրինինգային ծրագրի մեջ ընդգրկված է նաեւ վահանաձև գեղձի ֆունկցիայի որոշումը հենց ծննդատանը 3 յոդի պարունակությունը, այո։ Բժշկուհի ունենք հերթական հեռախոսազանգը, ենք հեռուստադիտողին, ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ հարցս ուղղել բժշկուհուն, իմ բալիկը 19 տարեկան է եւ իրեն ասել են երկկողմանի վահանաձև գեղձը լայնացած է եւ երկկողմանի հանգույցներ ունի։ Հետո խորհուրդ են տվել, որ անպայման պետք է գինեկոլոգի հետ խորհրդակցել եւ բուժումներ անել։
երկու տեղ եղել են գինեկոլոգի մոտ, միտեղ ասել են, որ պարտադիր ունի բուժման կարիք, իսկ մյուս տեղում ասել են հետազոտելուց, որ ոչ մի բան չկա, դա ուղղակի ամսական հիվանդության հետ է կապված, ուղղակի ուզում եմ ճշտել, պարտադիր է, երբ որ կա վահանաձև գեղձի խնդիր եւ առավել եւս երկկողմանի այդ հանգույցը կապված լինի ինչ-որ գինեկոլոգիական խնդիրների հետ։ Ուզում եմ ճշտել, դրանք պարտադիր կապված պետք է լինեն, թե հնարավոր է եւ որ չլինի։ Շնորհակալություն, պարտադիր կապված չպետք է լինեն, բայց կարող են կապված լինել նաեւ գինեկոլոգիական խնդիրների հետ, ինչ առումով, քանի որ վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք մասնակցում են նաեւ սեռական, նրանք մասնակցում են բոլոր հորմոնների գործունեությանը նաեւ։ Այսինքն վահանաձև գեղձի թույլ ֆունկցիայի ժամանակ, եթե ունենք մենք հիպոթիրեոզ, որի մասին մենք անընդհատ փորձում ենք խոսելու, շեղում ենք նորից չենք խոսում, եթե կա հիպոթիրեոզ եւ ձեր աղջկա վիճակը բարդացել է հիպոթիրեոզով, հնարավոր է լինի դաշտանի խանգարումներ ընդհուպ միջև ամենօրյա, այսինքն ընդհուպ միջև չունենա նա դաշտանային ցիկլ։ Դա հնարավոր է իհարկե, եւ դա հնարավոր է բերի անպտղության նաեւ։ Դա անպայման կբերի անպտղության, որը չբուժվելու դեպքում միայն չբուժվելու դեպքում, որովհետև ինքը ենթարկվում է բուժման եւ ուղղակի պետք է ավելի ուշադիր լինել եւ հանձնել անալիզները եւ բուժվել էնդոկրինոլոգի մոտ։ Եթե կա վահանաձև գեղձի հանգույց, դուք ավելի ճիշտ կանեիք դիմեիք նաեւ էնդոկրինոլոգին, որը որ կզբաղվեր ձեր աղջկա առողջական վիճակով։ Իսկ հիմա կան գինեկոլոգ էնդոկրինոլոգներ, որ համատեղ կան նաեւ գինեկոլոգ էնդոկրինոլոգներ, որոնք որ զբաղվում են նաեւ Հասկանալի է։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին նույնպես բժշկուհի, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարց ունեմ ձեզ, բժշկուհի ջան, ես ունեմ հանգուցավոր խփիփ եւ ունեմ պարանոցային հատվածի օստրոխոնդրոզ ու գրիժա։ Ինձ կարելի է տոկեր ընդունեմ կամ մասաժ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հետաքրքիր հարց է։ Այո։ Ֆիզիոթերապիան պարանոցի շրջանում ցանկալի չի ձեր համար, իհարկե մանավանդ եթե դուք ունեք վահանաձև գեղձում հանգույց կամ ֆունկցիայի որոշակի խանգարում, ֆիզիոթերապիան ցանկալի չի։ Մասաժի համար, եթե ձեզ նշանակվել է մասաժ, ուղղակի պետք է զգուշացնել մասաժիստին, որ դուք ունեք խնդիր վահանաձև գեղձում, որպեսզի նա ուղղակի ավելի զգուշ աշխատի եւ ձեզ չվնասի ավելի շատ։ Հասկանալի է։ Բժշկուհի, մենք էնդեմիկ գործոնները նշեցինք, հա, հավանաբար դրանք հենց ռիսկի գործոնների ամենամեծ խումբն են, այսինքն երբ տվյալ տարածաշրջանում, օրինակ Հայաստանում կամ մեկ ուրիշ երկրում բարձր լեռնային գոտու, հա, հետևանքով կամ գուցե նաև այլ կլիմայական պայմանների, ռելիեֆային պայմանների բացակայում են հողի, ջրի մեջ եւ բնականաբար նաև սննդամթերքների որոշակի տարրեր, տվյալ դեպքում յոդը։ Յոդի պակասի էլ ինչպիսի ռիսկային գործոններ կան, ավելի ճիշտ վահանաձև գեղձի հիվանդությունների։ Ну, էլի առաջի հերթին գենետիկան նորից գենետիկան, քանի որ գենետիկ փոխանցվում են նաև վահանաձև գեղձի խնդիրներ, հատկապես աուտոիմուն թիրոիդիտը, որը որ մի շատ տարածված ձև է վահանաձև գեղձի հիվանդությունների, այսինքն երբ արտադրում են հակամարմիններ թիրոիդների նկատմամբ եւ որը բերում է նույնպես հետագայում ֆունկցիայի խանգարման, դա նույնպես գենետիկ հիվանդություն է։ Մյուսը դա ծխելը նույնպես կարող է համարվել ռիսկի գործոն, իհարկե շատ ծխելու մասին է խոսքը։ Այսինքն մարդու կենսակերպը, կենսակերպը ինչպես միշտ այո անդրադառնում է բոլոր իր առողջական բոլոր վիճակների վրա եւ հեռուստադիտողը նշեց տոկերը, հա, ինչպես ասում են այդ ճառագայթը ասենք, հնարավոր է այլ ճառագայթները, օրինակ հիմա մոտենում է արդեն ամառը եւ արևայրուքների սեզոնն է մոտենում, արևային ճառագայթները նույնպես հնարավոր է։ Արևային ճառագայթները իհարկե նույնպես հնարավոր է, բայց ավելի շատ ռադիացիոն ֆոնի մասին կարելի է խոսել։ Ռադիացիոն ֆոնը ինքը հենց դառնում է ռիսկի գործոն վահանաձև գեղձի հիվանդությունների համար, ինչպես գիտենք այն մասեր այնտեղ որտեղ որ բարձր է ռադիացիոն ֆոնը,
մենք ունենք նաև ավելի մեծ քանակությամբ վահանաձև գեղձի խնդիրներ եւ նույնը վերաբերում է հաճախակի ճառագայթային բուժում ստացող մարդկանց կամ որոշակի ինչ-որ կոմպյուտերային շատ մեծ միջավայրում, հա, նստող շատ աշխատանքի բնույթից ելնելով գուցե այնպեսի գործարանում է աշխատում կամ այնպեսի որտեղ մեծ է ճառագայթային ֆոնը, այո, նրանք նույնպես պետք է շատ ուշադիր լինեն իրենց վահանաձև գեղձին։ Բժշկուհի, լսենք հաջորդ հեռուստադիտողին։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես թունավոր զոհով հիվանդ եմ, հիմա արդեն իմ մոտ որ բարդացել է ամբողջ մկաններս ձգվում է եւ չեմ կարողանում ամբողջ արդեն թուլացել է վերևները, ձեռներս վերև չեմ կարող անել, խնդրում եմ ձեր խորհուրդը ինձ։ Շնորհակալություն։ Այսինքն ամենաբարձր ստադիաներից պետք է ենթադրել, որ ուղղակի լիովին չի բուժվել թիրեոտոքսիկոզը, որովհետև նշում է մկանային այդ թուլությունը եւ ցավերը մկանային։ Ես ես խորհուրդ կտամ նորից մի հատ որոշել ձեր մոտ հորմոնալ ֆոնը, չգիտեմ երբ էր ինքը որոշել իր հորմոնները վերջին անգամ եւ ինչ քանակությամբ դեղորայք է օգտագործում, որոշել նորից հորմոնալ ֆոնը ինչպիսին է, որոշել էլեկտրոլիտների քանակությունը արյան մեջ, քանի որ նշում է մկանային այդ ցավերն ու գծկումները եւ նորից դիմել բժշկին, որպեսզի նա կարողանա կարգավորել դեղաչափը իր որ ամենայն հավանականությամբ ուղակի չբուժված հիվանդ է, որովհետև նա չունի ինչ-որ ծայրահեղ ստադիաներ, պետք է ուղակի լինել հսկողության տակ եւ կարգավորել դեղաչափը, այդքան մի բան։ Այսինքն դա հնարավոր է, նույնիսկ նկարագրած իրավիճակում բուժումը հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Խնդրում եմ բուժումը որքան հնարավոր է հակիրճ ներկայացրեք։ Այսօր ինչ պրեպարատներ են ավելի շատ օգտագործվում եւ կան այնպիսի իրավիճակներ, երբ միայն վիրահատական ճանապարհն է ցուցվում։ Այստեղ արդեն նորից բուժումը շատ բազմաբնույթ է, քանի որ հիվանդությունները իրենք են բազմաբնույթ, այո, երբ խոսքը վերաբերվում է հիպոթիրոզին, այսինքն այո, մենք խոսենք հիպոյի եւ հիպերի մասին։ Այո, հիպոթիրոզի դեպքում իհարկե տարվում է փոխարինական բուժում։ Փոխարինական բուժումը տարվում է ազատ T4-ով, L-թիրոքսին կամ էուտերոքս պրեպարատներն են այժմ Հայաստանում աշխատում։ Փոխարինական բուժումը տարվում է T4 պրեպարատներով, այսինքն հիմնականում որոշվում է նրա TTG-ն կամ եթե կա բարձր TTG կամ ցածր TTG, միայն այդ դեպքում արդեն շարունակվում է որոշել նաև հորմոնների քանակությունը օրգանիզմում, այսինքն ազատ հորմոնների քանակությունը։ Եթե TTG-ն նորմալ է, ուրեմն չարժե որ որոշեք նաև ազատ հորմոնները, որտեղ նրանք նույնպես լինելու են նորմայի մեջ։ Եթե կա հիպոթիրոզ, այսինքն օրգանիզմում վահանաձև գեղձի հորմոնները չեն բավարարում, ապա այդ դեպքում անհրաժեշտ է օգտագործել փոխարինական բուժում, դա հիվանդների մեծ մասը շատ վախենում են դոզաներից եւ այլն, որ շատ մեծացավ դոզաները, դուք մի վախեցեք, ձեր համար կարևորն այն է, որ դուք ունենաք ձեր նորմալ հորմոնալ ֆոնը, թե ինչ դոզայով կլինի դա, արդեն կորոշի բժիշկը։ Իսկ հիպերֆունկցիայի դեպքում? Հիպերֆունկցիայի դեպքում գնում է թիրոստատիկ պրեպարատներով բուժում, դա տիամազոլն է եւ պրոպիցիլը, որը որ Հայաստանում այժմ աշխատում են տիրազոլը, մերկազոլիլը եւ այլն բավականին լայն շուկա կա Հայաստանում թիրոստատիկների։ Իսկ երբ են վիրահատում? Հանգույցների երևի չափից եւ քանակից կախված, այո։ Վիրահատում են իհարկե հանգուցավոր խպիպը։ Վիրահատում են հանգուցավոր խպիպը, այստեղ մի առանձին շատ մեծ թեմա է հանգուցավոր խպիպը, քանի որ ինքը շատ տարածված է Հայաստանում եւ մոտեցումը հանգուցավոր խպիպի դեպքում պետք է լինի յուրահատուկ։ Այստեղ ինչ են անում։ Նու առաջի հերթին հետազոտության ձևերը երևի սկսենք, հետո նոր անցնենք այդտեղ նաեւ վիրահատությանը, որտեղ դա շատ կարեւոր է։ Առաջի հերթին կատարվում է վահանաձև գեղձի սոնոգրաֆիա, իհարկե։ Սոնոգրաֆիկ հայտնաբերվեց հանգույց։ Հանգույցը հայտնաբերելու դեպքում նայում են հանգույցի բնույթին, ինչպիսին է նա, ինչ չափի է նա, երբ է առաջացել, ինչքան արագ է աճել։ Դա միայն սոնոգրաֆիայով։
Առայժմ սոնոգրաֆիայով հայտնաբերված հանգույցը արդեն եթե կա այնտեղ եզակի հանգույց կամ շատ արագ աճած հանգույց կամ անհարթ եզրերով հանգույց, պինդ հանգույց, այդ դեպքերում պարտադիր ցուցված է բարակ ասեղային ֆունկցիոն բիոպսիա, որը որ շատ կարևոր հետազոտության ձև է, վաղաժամ հայտնաբերելու համար վերափոխումը վահանաձև գեղձի, այսինքն քաղցկեղը վահանաձև գեղձի, դա կարևոր հետազոտություն է։ Կատարվում է նաև սցինտիգրաֆիա վահանաձև գեղձի, սակայն ի վերջո նորից սցինտիգրաֆիան հայտնաբերելով տաք ու սառը հանգույցներ մեզ տալիս է էլի որոշակի պատասխան հանգույցի բնույթի դեպքում եւ առաջարկում է սառը հանգույցներին նորից անել բարակ ասեղային ֆունկցիոն բիոպսիա։ Բիոպսիայով հայտնաբերած արդեն փոփոխված բջիջները իհարկե որը արդեն քաղցկեղի մասին է խոսում։ Այո, ինքը իհարկե ենթակա է միանշանակ վիրահատության։ Վիրահատության ենթակա են նաև մեծ հանգույցները, վիրահատության ենթակա են արագ աճող հանգույցները, նույնիսկ եթե բիոպսիան այնտեղ ինչ որ խնդիր այդպեսին որպես այդպեսին չի տվել, որովհետև նա նույնպես չի կարող լինել լրիվ լիարժեք պատասխան, այնտեղ նույնպես կա տարբեր ֆակտորներ, մոտավորապես 95% ճշգրտություն ինքը ունի։ Եվ Այսինքն միշտ չէ, որ հանգույցները կարող են հանգեցնել, նույնիսկ եթե դրանք շատ մեծ են կամ քանակով շատ են, միշտ չէ, որ բերելու են քաղցկեղի, վահանաձև գեղձի։ Միշտ չէ, որ բերելու են քաղցկեղի, բայց այստեղ քանի որ մենք հենց ամենասկզբում խոսեցինք վահանաձև գեղձի տեղակայման մասին, հա, թե որտեղ է նա տեղակայված, նա ընդգրկել է շնչափողը եւ հետին եզրերով հարում է կերակրափողին եւ ունի աճելու հնարավորություն, այո, եւ նա գտնում է այդ կենսական կարևոր այդ օրգանների շատ մոտիկ եւ իր շատ մեծանալու դեպքում այստեղ արդեն զուտ մեխանիկորեն ինքը կարող է բերել շատ մեծ խնդիրների, նույնիսկ եթե ֆունկցիան նորմալ չէ, այսինքն պետք է ուշադիր լինել եւ դիմել իհարկե վիրահատության։ Բժշկուհի Արտուրը ռեժիսորը հուշում է, որ հեռուստադիտողը կապի մեջ է, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարցս հետեւյալն է. հանգուցավոր խփիպի դեպքում բլիցներից որ չափսի դեպքում կարող ենք ցուցումը համարել անմիջական վիրահատություն։ Շնորհակալ եմ հարցից պատասխանելու։ Շնորհակալություն։ Որ չափսն է, որ տանում է վիրահատարան։ Միանշանակ դա, եթե այդպես հարց է դրվեց, որ չափսն են ու համարվում է 3 սանտիմետր, 3 սանտիմետրանոց հանգույցները եւ նրանից ավելի մեծ, իրենք իհարկե ենթակա են վիրահատության։ Սակայն այստեղ նաեւ, եթե նույնիսկ ձեր հանգույցները չի հասել այդ չափին, անհրաժեշտ է նաեւ հետազոտել, այն ինչպես խոսեցինք, նախորդ պատասխանի դեպքում պետք է հետազոտել ու տեսնել ինչքանով է վտանգավոր ձեր նույնիսկ ոչ շատ մեծ հանգույցը, հատկապես եթե սոնոգրաֆիկ նկատվել է կալցիֆիկատ նաեւ հանգույցում, որը որ նույնպես կարող է խոսել հետագա վերափոխման վտանգի մասին եւ պետք է Այսինքն հնարավոր է փոքր լինի հանգույցը, բայց բջիջները արդեն վտանգավոր լինեն։ Այո, անշուշտ հնարավոր է փոքր լինի, սակայն լինի ինքը վտանգավոր եւ պետք է նրան ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել։ Վիրահատությունը բաց կտրվածքով է կատարվում, թե հնարավոր է նաև Վիրահատությունը բաց կտրվածքով է կատարվում, այո, եւ լավ վիրաբույժի ձեռքում ամեն ինչ նորմալ կլինի, իհարկե ինքը ունի իր ռիսկի գործոնները, սակայն պետք է դնել կշռադատել, որն է ավելի կարևոր ռիսկի գործոնը, թե այս պարագայում հիվանդության ներկայացրած վտանգը եւ իհարկե արդեն նոր կայացնել որոշում։ Բժշկուհի, խնդրում եմ մի քանի կետերով նշեք, թե մարդիկ ինչ սնունդ պետք է ընդունեն, որովհետև մենք այստեղ այսպիսի հարց էինք ստացել, հեղինակը գրում է, դուք նշեցիք, որ 150 միլիգրամ միկրոգրամ երևի սխալվել էր, միկրոգրամ յոդ է պետք յուրաքանչյուր մարդու ամեն օրվա ընթացքում եւ ես շատ եմ կարդացել, որ դա հատկապես շատ է ծովային մթերքների մեջ, իսկ մենք Հայաստանում ենք, որտեղ ծով չկա եւ այսպես է ձևակերպել հարցը, եթե ծովային մթերքները պահածոյացված ձևով են, կորցնում են իրենց յոդային նշանակությունը, թե այսինքն պետք է միշտ թարմ մթերքներ ուտել, ես ինչպես կարող եմ Հայաստանում կոմպենսացնել յոդի պակասը իմ օրգանիզմում։ Ինչ ուտի։ Ճիշտ հարց է գրել մեր հեռուստադիտողը, իհարկե
քանի որ մեր ձուկը հայկական, որը որ մենք ասում ենք ձուկ եւ այլն, հայկական ձուկը նույնքան հպարտանում ենք մեր իշխանով, բայց 7 չի հպարտանում ենք, բայց մեր իշխանը ցավոք ունի ավելի քիչ 7, քան նույնիսկ սուրճի մեջ է երևի, եւ քանի որ նա սնվում է մեր հայկական ջրով, որը նույնպես աղքատ է յոդով։ Եվ այստեղ ինչ կարող եք անել, նախ օգտագործեք յոդացված աղը։ Երկրորդ կան նորից այդ չորացված ձկները, հա, ծովի ձկները չորացված, որոնք որ դուք նույնպես կարող եք օգտագործել։ Կա ծովակաղամբը, որը որ արդեն Հայաստանում կա, տեսնում ենք սուպերմարկետներում կա բրոկոլին, որը նույնպես Հայաստանում կա։ Մի խոսքով դուք ունեք, կա ընկույզը մեր, որը որ ունի բավականին յոդի քանակություն նաև իր մեջ, սմբուկը, որը որ նույնպես ինչ որ քանակությամբ ունի, այնպես որ ունեք դուք այլ ընտրանք, իհարկե չնայած որ չենք ապրում ծովի ափին, սակայն մենք նույնպես ունենք մեր հնարավորությունը յոդի պրոֆիլակտիկան կատարելու համար։ Բժշկուհի, ես հիշում եմ իմ ընկերուհիներից մեկի մայրիկը այսպիսի պրակտիկա էր կիրառում, պարտադիր իր աղջիկներին, նույնիսկ տղաներին էլ դեռահասության շրջանում, այ աղջիկներից մեկը ում մոտ դեռահասության շրջանում նշեցի, որ հայտնաբերվել էր այդ խնդիրը էնդեմիկ խփիպը։ Մայրիկը փոքր, դուք նշեցիք պոպոկը, հա, ընկույզը, փոքր ընկույզներ, երբ դեռ կանաչ են, ստիպում էր, որ դեղահաբի պես այդ աղջիկը կուլ տա, օրական մի քանի հատ, դա ճիշտ բան է, թե հնարավոր է այլ խնդիրներ առաջ բերել։ Ես հուսով եմ, որ ձեր ընկերուհին այժմ ստամոքսի որևէ լուրջ խնդիր չունի, որովհետև դա իհարկե ինչ որ մի ձևով կարող էր յոդի աղբյուր հանդիսանալ, բայց անպայման կխանգարեր նրա նաև ստամոքսային տրակտին, եւ բացի դրանից կա նաև յոդի ավելցուկի վտանգը, որովհետև երբ որ դու Եթե ես չեմ սխալվում, ներողություն եմ խնդրում, որ ձեզ ընդհատում եմ, սկզբից պլանավորված, հա, մայրիկը այդպես էր որոշել 1, 2, 3 հատիկ, 4, 5 մինչև շաբաթվա վերջ, հետո հետ էին գնում նորից 7, 6, 5 Հուսով եմ չէին աճում, հետ էին գնում ու դրանով վերջանում էր։ Մինչև 70-ը չէին հասնում։ Հուսով եմ, որ դրանով վերջանում էր, որովհետև դա բավականին ագրեսիվ ձև է, դա յոդի ավելցուկը նույնպես խնդիրների է բերում։ Յոդի ավելցուկը, եթե վահանաձև գեղձը առողջ է, իհարկե յոդի ավելցուկի դեպքում նա մի 10-14 օր հետո ադապտացվում է եւ սկսում է դուրս պրծնել այդ իրավիճակից եւ չի ենթարկվում որևէ խնդիրների, սակայն եթե վահանաձև գեղձը խնդիր ունի, իսկ ձեր ընկերուհին ունեցել է խնդիր, եթե իրեն ստիպել են այդ ընկույզները կուլ տալ, Եվ հայտնաբերվել է։ Եվ հայտնաբերվել է, այո, խնդիր ունեցող վահանաձև գեղձը չի կարողանում շատ հաճախ, մանավանդ դա աուտոիմուն թիրոիդիտի ժամանակ չի կարողանում ինքը դուրս գալ այդ վիճակից եւ բերում է նրա ֆունկցիայի խանգարման, այնպես որ դա ցանկալի ձև չէ իհարկե։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալություն լավ խորհուրդների համար, հուսով եմ մեր քաղաքացիները նույնպես մանրամասն լսեցին եւ կկարգավորեն իրենց եւ սննդակարգը եւ կենսակերպը։ Շատ շնորհակալություն, որ եկաք։ Այսօր այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր էնդոկրինոլոգ Հերմինե Դանիելյանը, խոսում էինք վահանաձև գեղձի խնդիրների մասին։ Ուշադիր եղեք, հետազոտվեք եւ կանխարգելեք հիվանդությունները ժամանակին, գործը չհասցնելով բուժմանը։ Հիշեցնեմ, մեր հեռախոսահամարը 54 89 34, գրանցեք եւ նախապատրաստեք ձեր հարցերը։ Վաղը խոսելու ենք քիթ, կոկորտ, ականջաբանական հիվանդությունների մասին։ Մինչ հանդիպում, առողջ եղեք։